Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ Խաղաղության կամուրջ նախաձեռնության 3-րդ համաժողովին նվիրված մամլո-ասուլիսին։ Երրորդ համաժողովը էական ավելի մեծ ծավալի է, քան նախորդ երկուսը, այստեղ բացի Խաղաղության կամուրջ նախաձեռնության բուն անդամներից մասնակցել են նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, լրագրողական համայնքի մի շարք մասնակիցներ, եւ այսօր մենք որոշում կայացրեցինք ուրեմն Խաղաղության կամուրջ նախաձեռնության երկուական մասնակիցներ, երկու մասնակից Հայաստանից եւ երկու մասնակից Ադրբեջանից հանդես կգան մամլո-ասուլիսով եւ կպատասխանեն մեր լրագրողների հարցերին։ Ուզում ներկայացնել մեր մասնակիցներին, իմ ձախ կողմում Ֆարհադ Մամեդովն է, ուրեմն Խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող ադրբեջանական կողմից, Բորիս Նավասարդյանը Խաղաղության կամուրջ նախաձեռնության անդամ եւ Քամալա Մամադովան Խաղաղության կամուրջ նախաձեռնության անդամ։ Պարոն Մամադով, երևի դուք եւս մուտքի խոսք ասեք, որից հետո սկսենք մամլո-ասուլիսը։ Спасибо большое. Во-первых, хотел бы поблагодарить. Շնորհակալություն նախ կուզեի շնորհակալություն հայտնել հայկական կողմին կառավարությանը բարձր մակարդակի կազմակերպելու համար, նաև մեր գործընկերներին, որոնք բոլոր կազմակերպչական եւ բովանդակային հարցերով էին զբաղվել, բոլոր նրանց, ովքեր ապահովում են մեր անվտանգությունը, նույնպես շնորհակալ եմ այս հանդիպումը անցավ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում, սա արդեն երրորդ դեմարդեմ հանդիպումն է, սա նշանակալի էր նրանով, որ մենք հատեցինք այս անգամ սահմանը ոտքով, բոլոր անցնելով գործողություններով, որոնք անհրաժեշտ են միջպետական սահմանը կտրելու համար։ Մինչ այդ, ինչպես գիտեք, Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը երկու խումբ է հիմնվերում քաղաքացիությունները ներկայացնող Ադրբեջանի Հայաստանի հանգած 5 հոգի ամենից առաջին հանդիպմանը մասնակցեցին, այս անգամ մենք որոշեցինք ավելի շատ ներկայացուցիչներ հրավիրել քաղաքացիության հիմնական ուղղությունները կոչված են սատարել խաղաղության օրակարգին Ադրբեջանում եւ Հայաստանում։ Մենք նաեւ զուգահեռ անցնենք կազմել մեր գործունեությունը զուգահեռ համընթացի երկու ուղղությամբ ընթանում։ Նախ աշխատանք հասարակությունների հետ, ադրբեջանական խումբը աշխատում է ադրբեջանական հասարակության հետ, հասարակական կազմակերպությունների հետ, փորձագետների զլմ-ների եւ հայկականն էլ համապատասխանաբար Հայաստանում։ Երկրորդ ուղղությունը փորձ անելն է իրականացնել համատեղ նախագծեր։ Սկզբունքորեն այս հանդիպումները հենց արդյունք են այդ օրինակ մի երկրորդ ուղղության նախաձեռնության։ Մենք որոշակի գաղափարներ ունենք ապագայի համար։ Կարելի է նշել, որ մենք անկեղծ երկխոսություն հաստատեցինք, դրա համար ստեղծվել է միջավայր մթնոլորտ կառավարությունների կողմից, որը ընդարձակում եւ խորանում է։ Մենք գնահատում ենք այդ իրավիճակը, արտահայտում ենք անկեղծ մեր մտքերը, որոնք վերաբերում են մեր գերակայություններին, խնդիրները, որոնք մեզ մտահոգում են մեր հասարակություններին եւ նաեւ փորձում ենք ձևակերպել առաջարկներ, որպեսզի այդ օրակարգը խաղաղության ընդլայնվի եւ խորանա։ Սրանով ես կսանապակում պատրաստ ենք պատասխանել հարցերին։ Для того, чтобы данная повестка, опять же, расширялась и углублялась. На этом все. Если будут вопросы, будем рады ответить. Համեցեք։ Բարև ձեզ, ես ներկայացնում եմ Armenpress պետական լրատվական գործակալությունը եւ հարցը ուղղում եմ ադրբեջանցի պատվիրակներին, ասացեք խնդրեմ ինչպիսին է հանրային տրամադրությունները Ադրբեջանում խաղաղության գործընթացի նկատմամբ եւ Թրամփի ուղի նախաձեռնության նկատմամբ, շնորհակալություն։ Относительно мирной повестки, она была зафиксирована. Բարև ձեզ, ես ներկայացնում եմ Armenpress պետական լրատվական գործակալությունը
Եվ հարցս ուղղում եմ ադրբեջանցի պատվիրակներին, ասացեք խնդրեմ ինչպիսին է հանրային տրամադրությունները Ադրբեջանում խաղաղության գործընթացի նկատմամբ եւ Թրամփի ուղի նախաձեռնության նկատմամբ։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, այն ֆիքսված է անցյալ տարվա հանդիպման արդյունքում Աբու Դաբիում եւ նաեւ Վաշինգտոնի գագաթն ժողովում։ Սա իհարկե առիթ դարձավ բուռն քննարկումների, բայց բոլորի համար պարզ է, որ պատերազմից հետո պետք է խաղաղություն գա։ Մենք բավական վաղուց էինք գնում ընթանում դեպի այդ ուղին։ Դրա հետ համատեղ Ադրբեջանի կառավարության սա մաս է կազմում Ադրբեջանի Հանրապետության կառավարության օրակարգի խաղաղության պարամետրերն են կարևոր, ինչպիսի տեսքի այն ունենալու։ Սա շատ կարևոր տարրեր են, որտեղ մենք եւ թերավատության ենք մաղվում հասարակական կարծիքում։ Պարամետրերը հայտնի չեն։ Չի լինի այնպես, ինչպես սովետի ժամանակ էր։ Նորովի է լինելու եւ հիմա երբ արդեն տնտեսական փոխանցումն է իրականացնում երկրների միջև եւ երկխոսություն կա բարձր մակարդակով կառավարությունների առաջնորդների միջև երկրների եւ փոխվում է աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ոչ դեպի լավը, բայց երբ հասարակությունը տեսնում է, որ նոր պատերազմներ են ծագում, նոր սպառնալիքներ են առաջանում, իսկ Ադրբեջանի Հայաստանի միջև ամրանում է խաղաղությունը, սա նպաստավոր պայմաններ է ստեղծում նրա համար, որ հասարակությունը ընդունի դա այս խաղաղության օրակարգը։ Ինչ վերաբերում է տրիպ նախագծին, Նախիջևանի ինքնավարության հետ կապը Ադրբեջանի համար խիստ կարևոր է։ Այս իմաստով Ադրբեջանի կառավարությունը ծավալուն ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացրել։ Այս տարվա կեսին կավարտվի երկաթուղու շինարարությունը մինչև Հայաստանի սահմանը եւ կարևոր է, որ այն շարունակվի Հայաստանի Հանրապետության տարածությամբ։ Այսօր վիճակով համաձայնություններ կան այս նախագծի վերաբերյալ։ Մի քանի խնդիրներ են սրանով լուծվում։ Առաջին խնդիրը ապահովելն է Նախիջևանի ինքնավարության հետ Ադրբեջանի տարածքից կապը, մյուսը իհարկե միջազգային բեռնափոխադրումներ են, որոնք կստեղծեն հիմք տնտեսական բարգավաճման համար, աշխատատեղերի ստեղծման համար եւ կձևակերպեն հիմք ֆոնդամենտ անվտանգության համակարգի։ Ընդհանուր առմամբ տրիպ ծրագրի իրականացման հանդեպ դրական է վերաբերմունք։ Ինչքան ավելի շատ ինֆորմացիա, ինչքան ավելի շատ որոշումներ ընդունվեն, այնքան ավելի շատ հասարակությունը կըմբռնի այդ նախագիծը եւ կզգա դրա տված առավելությունները իր կյանքում։ Понимать этот проект и ощущать преимущества этого проекта в своей жизни. Մինչև առաջանցնելը ես առաջարկում եմ երկու մասնակիցները, Տիկին Մամադովան եւ պարոն Նավասարդյան նույնպես մտքի խոսք ասեն եւ իրենց կարծիք հայտնեն։ Պարոն Նավասարդյան, սկսենք ձեզանից, հետո խոսքը կփոխանցենք ձեզ։ Շնորհակալություն, դե անկախ այս մամուլի ասուլիսից եւ ձեր հարցերից եւ մեր պատասխաններից ինձ թվում է այն ինչ տեղի ունեցել արդեն նորություն է եւ նշվեց, որ մեր գործընկերները ադրբեջանցի անցել են սահմանը եւ դա ես կարծում եմ իրենց կողմից բավականին համարձակ քայլ էր լինել առաջինները, ով այս տասնյակ տարիների ընթացքում անցել են սահմանը եւ անցել են սահմանի այն մասը, որը սահմանազատված է եւ դա շատ կարեւոր նախադեպ է եւ երկրորդը, որը ելի առանց մեր խոսքի դուք տեսնում եք, որ ընդարձակվում է, ինչպես եւ մենք խոստացել էինք ամենասկզբում, ընդարձակվել է մասնակցայնությունը։ Ես կասեի, որ զարգանում է եւ խորանում է նաեւ անկեղծությունը մեր երկխոսության այս ձևաչափով
եւ միգուցե հարցերի ընթացքում մենք կարողանանք դրան անդրադառնալ, թե ինչ են քննարկել, ոնց են քննարկել, առաջին հերթին մենք սկսում ենք իրար ել ավելի լավ հասկանալ, իսկ հասկանալը նշանակում է նաեւ պատկերացնել ինչ է հնարավոր եւ ինչ է հնարավոր չի այս գործընթացի ընթացքում եւ այդ օրակարգը, որ մենք ձևավորում ենք, կարծում եմ օգտակար կլինի նաեւ որոշում կայացնողների համար, այնքանի որ դա լրացուցիչ երկխոսության հարթակ է, որի մասին մեր իշխանությունները երկու երկրների 100%-ով տեղյակ են եւ կարողանում են իրենց աշխատանքը կառուցել նաեւ այն product-ի հիման վրա, որը մենք ստեղծում ենք։ Շնորհակալություն, համեցեք։ Как было отмечено моими коллегами, мы Ինչպես արդեն նշվեց իմ գործընկերների կողմից, մենք պատմական փուլ ենք ոտնակոխել եւ երեկվա մեր սահմանահատումը խորհրդանշական քայլ էր երկար տարիների ընթացքում առաջին անգամ քաղաքացիական ներկայացուցիչները ցամաքային սահման են կտրում սահմանազատված սա ոչ միայն իսկ իրական քայլ է նաեւ հոգեբանական մի Քայլը մեզակցությունների համար խաղացան կառուցել երկար բարակ process է, սա չի լուծվում 1-2-3 հանդիպումների միջոցով։ Մենք շատ ուրախ ենք, որ մենք այժմ սկզբում 5 գումարացինք, հիմա 20 գումարացանք ձևաչափով, իսկ այս սեղանի շուրջ ամեն կողմ իր անհանգստությունները բարձրաձայնեց համապատասխան հասարակությունների դրանք մենք ականջ դրեցինք, դրանց մենք քննարկեցինք նաև օծանորակարգը, բոլոր քայլերը պետք է իհարկե հետևական լինեն, ելնելով անցյալ տարի օգոստոսին Վաշինգտոնում ընդունված օծանորակարգից մենք փորձենք սեփական լոմաններ դնել, օգնելով մեր զուգընթաց այն քայլերի հետ քաղաքական բնույթի, մենք մեր համապատասխան հասարակություններում կփորձենք նույնպես համապատասխան որոշակի աշխատանք կատարել, հույս ունենալով, որ կստացվի հասնել որոշակի դրական առաջընթացի հետողության։ Շնորհակալություն։ получится достичь определенного позитива и прогресса в этом направлении. Спасибо. Դուք նաև տեղյակ եք, որ այցի ընթացքում, ինչպես եւ նախորդ այցերի ընթացքում տեղի ունեցա հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ, այս այցի ընթացքում տեղի ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպում ամբողջ կազմով եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հանդիպումներ տեղի ունեցել նաև մեր փոքր խմբով Բաքու այցի ժամանակ, ինչը ես չափազանց բարձր եմ գնահատում եւ կարեւոր եմ համարում, եւ ընդհանրապես երևի թե ամբողջ կազմի անունից ուզում շնորհակալություն հայտնել երկու երկրների իշխանություններին, ուրեմն նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության եւ ըստեյության ամեն ինչով ապահովելու համար, որպեսզի այս աշխատանքները հնարավոր դառնան եւ ամենաբարձր մակարդակով իրականացվեն։ Եթե կան այլ հարցեր, ուրախ կլինենք բնականաբար պատասխանել, համեցեք։ Երկու հարց ունեմ, երկու կողմերին էլ էս դեպքում։ Առաջին հարցը հյուրերին տանք։ Ցանկանալի նախ իմանալ վերջին ամիսներին գիտենք Հայաստանը վառելիք է գնում Ադրբեջանից ու արդեն առևտրային process ինքը համարվում է ինքը գործունեություն, այսինքն որոշակիորեն բարեկամական կամ շփումների փուլ է սկսվում դրանից։ Դեռ արդյոք Ադրբեջանում այս բային պատրաստ են, Ադրբեջանում կա այդ ցանկություն, օրինակ հայկական ապրանքներ տեսնելու սուպերմարկետներում նրանք պատրաստ են ձեռք բերելու օրինակ հայկական կոնյակ կամ այլ ապրանքներ։ Спасибо большое. Ну, официальные лица министра экономики Армении. Շնորհակալություն։ Պաշտոնական անձինք էկոնոմիկայի նախարարը Հայաստանի եւ համապատասխան Ադրբեջանի կառույցները աշխատում են այդ ուղղությամբ։ Մենք պետք է հասկանանք, որ այդ օրինակ հարցերում շտաբել կա։ Պետք է ուսումնասիրել այն ուղղությունները, որոնցում պահանջարկ կա։ Այսօր Ադրբեջանից ապրանք է ներկրվում Հայաստան եւ աշխատանք է տարվում բարձրելու համար, թե ինչը տնտեսապես արդարացված եւ նպատակահարմար կլինի գնել Հայաստանից ադրբեջանական տնտեսության համար բիզնեսի, ինչ վերաբերում է գյուղատնտեսական փոխ ներգործանի ներառյալ կոնյակ, դրա համար որոշ ժամանակ է պետք ըստ
այսպես ասենք, այդպիսի ուղղությամբ այնպես ձևակերպել բիզնեսը, որպեսզի հնարավորինս գայուն տարրերը նվազ լինեն, այնտեղ անվանման հետ կապված անուն կա եւ այլն, այդ ամենը պետք է ժամանակ քաշի։ Ինչ որովհետեւ բիզնես կոնտակտներին դրանց շուրջ աշխատանք է տարվում եւ պաշտոնական անձինք այստեղ դա հաստատեցին, դրա համար մեծ ծավալի աշխատանք է տարվում եւ ես կարծում եմ, որ վիճակագրական տվյալներ այս տարվա ավարտին ցույց կտան բավական պատկառելի ապրանքաշրջանառություն։ В конце этого года мы увидим достаточно приличную сумму товарооборота. Երկրորդ հարցս պարոն Քոչինյան ձեզ է ուղղված, սա արդեն երրորդ հանդիպումներ ինչպես նշեցիք, եթե կանք առաջինից մինչև երրորդ խոսակցական բովանդակության մեջ ընդհանուր առմամբ ինչ է փոխվել։ Շնորհակալ եմ ձեր հարցի համար, այո, սա մեր այս ֆորմատով երրորդ հանդիպումն է, բայց մենք մինչև այս ֆորմատի ձևավորումը ունեցել ենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր այլ ֆորմատներով հանդիպումներ, այլ երկրներում, այլ մայրաքաղաքներում եւ բավականին լավ ճանաչում էինք միմյանց եւ բավականին լավ աշխատանքային կապեր ստեղծել էինք ու ըստ էության այս ֆորմատի ձևավորումը դարձել էր հնարավոր հենց այդ կապերի, հենց այդ աշխատանքային փորձի շնորհիվ, այնպես որ ասել, որ այս 3 հանդիպման ընթացքում օրինակ մենք ինչ որ նոր բաներ ենք բացահայտել կամ նոր շփման ձևեր ենք ստացել, չէ, դա չկա, բայց կա այլ բան, նախ եւ Երևանում եւ Բաքվում ըստ էության երկաթյա վարակույրի պատռման, այսպես ասենք, առաջին փորձերն ենք մենք իրականացրել, ընդ որում գնալով ավելի ընդլայնվող, գնալով ավելի այսպես սիմվոլիզմը մեծացնող քայլեր, օրինակ համար այս այցը, որտեղ է ունեցել հենց սահմանազատված հատվածը ոտքով անցնելուց այլ ոչ թե ինքնաթիռով, բավականին լուրջ սիմվոլիզմ է իր մեջ պարունակում, դա այսպես առաջին կողմը, իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա ես կարող եմ ասել, որ հենց առաջին հանդիպումից սկսած, Երևանյան առաջին հանդիպումից սկսած, որը մեկնակետը դարձավ այս նախաձեռնության, կողմերը որևէ խնդիր չեն ունեցել իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելու ու նորից դա լինի Երևանում, թե դա լինի Բաքվում, դա լինի հայկական կողմի համար, թե դա լինի ադրբեջանական կողմի համար, այն բոլոր խոսակցությունները, այն բոլոր թեմաները, որոնք քննարկվում են մեր հասարակությունների կողմից, որոնք հուզում են մեր հասարակությունները, այս սեղանի շուրջ բնականաբար բարձրաձայնվում են, այդ սեղանի շուրջ քննարկումներ լինում են, ավելին ձեզ ասեմ, նաև պետական պաշտոնյաների այդ հանդիպումների ժամանակ երկու կողմերն էլ իրենց հասարակությունների համար կարևոր բոլոր հարցերը բարձրաձայնում են։ Միով բանիվ կարող եմ ասել հետևյալը, որ ֆորմատի զարգացումը այս պայծրությամբ կապված է ավելի շատ իր կազմի մեծացման հետ, ուրեմն իր պրոյեկտների իրականացման հետ, որտեղ դուք գիտեք, որ մենք բացի հանդիպումներից նաև նախաձեռնել ենք կոնկրետ նախագծեր, որոնց իրականացման ուղղությամբ աշխատում ենք, դա համատեղ հոդվածներ, համատեղ հետազոտություններ, այլ պրոյեկտներն են, որոնց իրականացումն է լինելու նաև բավականին լուրջ պրոգրեսը մեր նախաձեռնության, եւ վերջապես նոր ուրեմն այդ ընդլայնումը, որ ասում եմ, ինքը բնականաբար ինքը նպատակ գործընթաց չի, ինքը նպատակ ունի եւ մեզ հետ միակարծիք եւ մեզ հետ տարակարծիք նոր ակտորներ ներգրավել այս process-ի մեջ։ Հայաստանի հանրային ռադիո, եթե նորից վերադառնանք այն կետին, որ հասարակությունները երկար տարիներով միմյանց հետ չեն շփվել, եղել է հակամարտություն, որը բնականաբար իր հետ բերել է հասարակությունների շփման խզմանը։ Հարցս ուղղում եմ ադրբեջանական ներկայացուցիչներին, հասարակության հետ շփումներում ինչ եք նկատում, ինչպիսի մտավախություններ կան հայկական կողմի հետ շփման արդյունքում ձևավորված մտքերում, ինչպես է ադրբեջանական հասարակությունը դիտում այն հարցը, այն կոնտեքստում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն ունեն ձևավորված խաղաղություն եւ օրերից մի օր պիտի միասին կառուցեն ինչ-որ շփման եզրեր։ Лидеры и правительства стран, они демонстрируют пример того, что... Կառավարություններն ու առաջնորդները օրինակ են ծառայում երկրների, որ այդպիսի փոխներգործություն հնարավոր է։ Դրա հետ մեկտեղ քաղաքական երկխոսություն է տեղի ունենում։ Երկու հասարակություններն էլ արդեն ըմբռնում են ձևավորել այն, որ խաղաղության օրակարգը հաստատված է։ Տնտեսական փոխներգործությունը երկրորդ շերտն է ապահովում, որը թույլ է տալիս ավելացնել բովանդակային մասը, կառուցողական դրական լուրեր ապահովելով մեր ինֆորմացիոն դաշտում։ Սա թույլ է տալիս մեզ քաղաքացիական ներկայացուցիչներին խոսել խաղաղության մասին եւ խաղաղորակարգի մասին հիմնավոր կերպով։ Մենք ծանոթ ենք հակամարտությունների կարգավորման տեսությանը։ Բազմաթիվ մեխանիզմներ եւ գործիքակազմ կա,
բայց կարևորը հետևականությունն է, այսինքն հասարակությունները պետք է հարմարվեն այս նոր իրականությանը։ Եվ Ադրբեջանում եւ Հայաստանում հասարակության մեջ բազմաթիվ հարցեր են գոյացել, անվստահություն կա իրար հանդեպ, բայց եթե առաջնորդները հասել են այն կետին, երբ արդեն իրար վստահում են եւ տնտեսական ասպարեզում վստահություն կա եւ կա վստահություն այն ներկայացուցիչների միջեւ հասարակական հարում են այս խորհրդանրակարգին, դա գնալով կտարածվի եւ մենք ավելի շատ հարցեր կունենանք այն հարցերը, պատասխաններ կունենանք այն հարցերին, որոնք մտահոգում են հասարակությունները։ Բոլոր հարցերը միջին եւ անգամ կարճաժամկետի միջին հնարավոր չի արկել լուծել, բայց մենք հիմա պետք է առավելագույնս օգտվենք այս բացված հնարավորությունից, եթե այդ պայմանները կան, պետք է այդ հնարավորությունը առավելագույնս օգտագործել, ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է։ То нужно эту возможность использовать по максимуму и показать, что мир возможен. Ֆակտոր TV համեցեք։ Բարև ձեզ, Ֆակտոր TV։ Ես կուզեի երկու հարց ուղղել։ Առաջինը երևի նաև կարող է վերաբերել հայկական կողմին։ Փետրվարի 9-ից 11-ը Հայաստան եւ Ադրբեջան առաջին անգամ այցելեց ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը, ինչպես է գնահատում այդ այցի արդյունքները երկու երկրների համար, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համար եւ նաեւ դրա հարցերից մեկը նաեւ այն է, որ այդ այցի ընթացքում հայտարարվեց Հայաստանին վիբետ անօթաչու սարքերի մատակարարման մասին, նախկինում Ադրբեջանում շատ սուր էին արձագանքում նման մատակարարումներին, խոսում են Հայաստանի միլիտարիզացիայի մասին, այս այցերի արդյունքում եւ քաղաքական զարգացումների արդյունքում կարող են այդ մոտեցումները փոխվել եւ կխնդրեի երկու կողմերի մեկնաբանությունը այս հարցում։ Ну, у логики конфликта у нас даже такие термины были, что Հակամարտության տրամաբանությունը այդպիսի եզրեր կային դրանում, որ ամեն շփում կամ նվաճում երրորդ երկրների հետ դիտվում էր որպես սպառնալիք հակամարտության կողմերից մեկի համար, այնինչ լավ էր Ադրբեջանի համար, ավտոմատ գնահատվում էր որպես վատ Հայաստանի համար եւ հակառակը։ Ներկայիս շփումները եւ բաց ուղղությունը արտաքին քաղաքականության կուրսերի Հայաստանի Ադրբեջանի ցույց են դնում, որ մենք մտադիր չենք օգտագործել մեր կապերը այլ երկրների հետ իրար դեմ։ Դրանով հանդերձ կա նաև խաղաղության օրակարգ։ Մենք ուշադիր հետևում ենք այդ թեմային սպառազինությունների առհասարակ ամբողջ տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում, նույնիսկ եւ Հայաստանում են անում եւ ինձ թվում է խաղաղության համաձայնագրի ծրագրումը եւ դրա վավերացումը մոտակա 1.5-2 տարին կլուծեն նաեւ այս խնդիրը, որ մենք չպետք է այսպես ասած հուզվենք մյուս երկրի մյուս կողմի ռազմականացումից։ Վրաստանի ռազմականացումը ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում սպառնալիք չի դիտվում։ Ես կարծում եմ, որ եթե հետևողականորեն մենք գնանք դեպի ստորագրումի վավերացում խաղաղության համաձայնագրի, կգա մի փուլ եւ դա կսկսի մեզ չանհանգստացնել այլևս։ На каком-то этапе это, конечно, перестанет нас беспокоить. Գիտեք, Հայաստանում շատ հաճախ են լինում պնդումներ նրա մասին, որ Աբու Դաբի հանդիպումը, իսկ այժմ արդեն նաև երկու հանդիպումներ Աբու Դաբիում եւ Վաշինգտոնի հռչակագիրը փոխել են, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան։ Եվ հենց ձեր նշած հարցադրում ես կարծում եմ այդ պնդումների հերթական ապացույցներից մեկն է, որովհետև ինչպես դուք եք շատ ճիշտ նշում, եթե նախկինում նման իրադարձություն տեղի ունենար Երևանում կամ Բաքվում, կապ չունի ըստ էության, ապա հակառակ կողմը շատ սուր էր դրան արձագանքելու։ Եվ հիմա այդ արձագանքների բացակայությունը, այո, առհավատչան է նրա, որ ուրեմն երկու կողմերը ընտրել են իրենց համար քաղաքական գիծ, սպասարկում են այդ քաղաքական գիծը եւ այդ քաղաքական գիծը խաղաղություն կառուցելն է։ Ես շատ հաճախ եմ Հայաստանում հարցազրույցների ժամանակ ասում, որ իմ կարծիքով խաղաղությունը կառուցվում է երկու այսպես հիմնասյուների վրա։ Մեկը դա կողմերի տվյալ մեր դեպքում Հայաստանի դիմադրունակությունն է, մյուսը դա ուրեմն արդյունավետ բանակցային գործընթացն է եւ փոխշահավետ հարաբերությունների կառուցումն է։
Եվ ըստ էության անցնող ամիսների ընթացքում մենք տեսնում ենք հենց այդ զարգացումը։ Շնորհակալություն, համեցեք։ Добрый день, я Армен Վարդանյան, ժուրնալիստ։ Ես Արմեն Վարդանյանն եմ, առաջին տեղեկատվական ալիքի լրագրող Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին մի հարց ունեմ, հետևյալն է հարցը։ Հայաստանում կա որոշակի շրջաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, որոնք համարում են, որ իրականում Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խաղաղություն հաստատել երկու հասարակությունների միջև եւ նրանք օրինակներ են բերում, ասում օրինակ տեսեք ադրբեջանական դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանի ներկայիս տարածքը բնիկ ադրբեջանական հողեր են, ասում են, որ Ադրբեջանում կա Վարուս Ախմատով ակտիվիստ, որը նույնպես կողմնակից է երկու երկրների հաշտեցման, բայց Ադրբեջանի իշխանությունները նրան բանտ են նստեցրել, ուստի այս ամբողջ գործընթացը ծխացած կույտ է։ Ադրբեջանի իշխանությունները իրականում չեն ուզում խաղաղություն հաստատել, ինչպես կպատասխանեք մարդկանց, ովքեր կողմ են այս տեսանկյունին։ Շնորհակալություն։ Ինչքան հասկացա, մենք նրանց հետ համոզել չենք կարողանա, չնայած խաղաղության համաձայնագիրը ադրբեջանական կողմի առաջարկն է, հիմնական 5 սկզբունքները դեռ 22 թվականին էին առաջարկվել, որտեղ ամրագրվում էր սկզբունք տարածքային ամբողջականության, ամրագրվում էր ուժ չգործածելու սկզբունքը, սա հիմնական երաշխիքներն են անվտանգության։ Դրանով հանդերձ Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիի հանդիպումից հետո խաղաղության օրակարգը, այսինքն Հայաստանի հետ խաղաղությունը դարձրել է իր ներքին քաղաքական ծրագրի եւ գործունեության մաս։ Դրա մասին խոսվում է հետևականորեն եւ ուղիղ։ Եվ ձեռնարկվում են կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։ Ադրբեջանը չի փորձում ինչ-որ բան ապացուցել ինչ-որ մեկին, նա գործողություններ է ձեռնարկում եւ այն շփումները, որոնք այժմ կան քաղաքական մակարդակով, տնտեսական մակարդակով երրորդ երկրների մակարդակով, որոնք իրենց հարաբերությունները փչացնում են կամ Ադրբեջանի կամ Հայաստանի հետ, իսկ այժմ դրանք նորմալացնում են այս երկրների դրդումով, բնակ Հայաստանում, Հայաստանը Պակիստանի հետ հարաբերություններ չուներ, Սաուդյան Արաբիան Հայաստանում դիվանագիտական ներկայացություն չուներ, սա ժամանակ եւ հետեւական գործողություններ է պահանջում։ Մենք տեսնում ենք, որ այսօր խաղաղության օրակարգը քաղաքական մակարդակով, տնտեսական մակարդակով եւ հասարակական ընկալման մակարդակով կայանում է։ Պետք է քայլեր անել իհարկե, որպեսզի առաջ ընթանանք։ Ամեն փորձագետ կարող է սեփական չվերադառնալու կետ ունենալ։ Ոմանց համար դա դպրոցական դասագիրքն է, ոմանց համար խաղաղության համաձայնագործությունն է, ոմանց համար խաղաղության օրակարգն է ներկայիս։ Կարող է բուն նպատակը գործընթացի հետապնդած։ Նպատակը պատերազմի չկրկնվելն է։ Սա եւ Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունն է կեսում։ Ուղին, որը մենք կգնանք դեպի այդ նպատակը, լեգիտիմ իշխանությունների կողմից է որոշվում մեր երկրների։ Իչորով է հարցի այն անձի վերաբերյալ ձեր ասած երկրորդ ուղին, երկրորդ թրեքը, որը իրականացվում է ֆինանսական օժանդակությամբ միջազգային ինստիտուտների, Եվրոպական միության երկրների, Ադրբեջանում սահմանափակումներ չկան քաղաքացիական ներկայացուցիչների համար մասնակցելու այդ process-ներին։ Դրա համար այդ մի գործը պետք չի այդ օրինակ լուսապսակ ստանա։ Մենք ինքներս ենք այդ երկխոսության հարթակների մասնակից տասնյակ մանձի մարդիկ եւ այսօր համարյա 30 տարի Բաքվի մամլո ակումբի հետ մասնակցել է այս երկխոսության սլրիվ այլ դեպքերին, որոնք հիմք են դառնում սպեկուլյացիաների համար։
գործողությունները կապացուցեն մեր հակվածությունը խաղաղորակարգի կառավարության կողմից։ Իսկ ինչպես դա կընկալվի եւ արդյոք դա օբյեկտիվ թե սուբյեկտիվ կլինի, դա արդեն առանձին փորձագետների գործն է։ Ես մի քանի բան կհավելեմ այստեղ։ Գիտեք, ես կարծում եմ, որ երկու հասարակություններում է բնականաբար կան սկեպտիկներ, կան մարդիկ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում խաղաղության գործընթացին, վստահաբար կան մարդիկ, ում համար ուրեմն անցնող կոնֆլիկտը շարունակում է դեռ չափազանց մեծ քանակությամբ ցավ գեներացնել, վիշտ, բարկություն, ջղայնություն եւ այլն։ Դա բնական է, դա չէր էլ կարող այլ կերպ լինել նման երկար տևած, այսպես տասնամյակներ տևած կոնֆլիկտից հետո այդ մարդկանց հետ մենք պետք է շարունակենք աշխատել, ժամանակն է գուցե լավագույն բժիշկը շատ հարցերի լուծման եւ մենք օրինակ հաճախ գործընկերներով քննարկում ենք մի հատ հետեւյալ միտք, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում օրինակի համար կա X քանակությամբ նեգատիվ, որ կուտակվել է տասնամյակների ընթացքում, հա, դեպքեր, իրադարձություններ, մարդիկ եւ այլն, կա այդ, այսպես ասած, բեռը կա։ Խոսքը գնում է ինչպիսի ապագա ենք մենք տեսնում երկու հասարակությունների եւ երկու երկրների համար, եւ այդ ապագայում դրականին տեղ կա թե չէ։ Սրա մասին է խոսքը։ Եվ մի էլեմենտ էլ ուրեմն ցավալիորեն Հայաստանում նաև կարգավորման թեմատիկան բավականին քաղաքականացված է, ինչը նույնպես ըստ էության տրամաբանական է, որտեղ Հայաստանը արդեն իսկ գտնվում է նախընտրական այսպես քարոզչության փուլում, եւ այն նեգատիվ կենտրոնացումը, որը կա խաղաղության օրակարգերի վրա, շատ հաճախ ունենում է զուտ ներքաղաքական նաև որոշակի կոնոտացիա, նաև երբեմն Հայաստանի հետ կապ չունեցող քաղաքական շրջանակների կողմից գեներացվող քաղաքական բովանդակություն։ Ես հարցս երևի ուղղեմ պարոն Նավասարդյանին, նշվեց ձեր 30 տարվա փորձը, հետաքրքիր է, եթե համատենք այս գործընթացը, որ արդեն երկու հանդիպում եղան, ընդ որում արդեն առաջինը Հայաստանում ընդլայնված կազմով, որն է այս ձևաչափի զարգացումի տարբերությունը նախկին հայ-ադրբեջանական նմանատիպ գործընթացներից, ինչ առավելություններ դուք կնշեք ու նաև ինչ խնդիրներ, որ եղել են կամ չեն եղել նախկինում։ Շնորհակալություն։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մի քանի ձևաչափով էր գնում երկխոսությունը եւ այսպես կոչված track 1.5-ը այնպիսին էր, որ դրա վերաբերյալ հասարակությունը սովորաբար տեղեկություն չուներ։ Այն ինչ որ մենք ենք անում, դա էլ է հիմնականում track 1.5, այսինքն մի կողմից ներգրաված են անկախ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, սակայն այն ինչ իրենք անում են, տեղավորվում է նաև պաշտոնական օրակարգի մեջ երկխոսության, այսինքն ներգրաված մարդիկ վստահում են այն օրակարգին, որը ընտրվել է երկու պետությունների միջև եւ փորձում են իրենց ներդրումը ունենալ այս ամեն ինչում եւ միգուցե լրացնեն նաեւ այդ օրակարգը կոնկրետ ուղղություններով։ Կար նաեւ այսպես կոչված track 2, այսինքն որտեղ պետությունները որևէ կերպ չէին մասնակցում, դա քաղաքացիական հասարակության հենց նախաձեռնության պետ կամ լրագրողների, այստեղ մենք ունենք տարբեր դրսևորումներ եւ թափանցիկ գործընթացներ կային եւ այսպես ավելի զգուշավոր, այսինքն մարդիկ չէին կիսվում իրենց հասարակությունների հետ ինչով են զբաղվում, բայց ամեն դեպքում փորձում էին նպաստել երկու երկրների միջև հակամարտության հաղթահարմանը։ Այս ինչ մենք տեսնում ենք այսօր, դա 1.5 է, որը միևնույն ժամանակ թափանցիկ է, որը բաց է հասարակության համար եւ ձգտում է օգտագործել նաեւ track 2-ի հնարավորությունները, այսինքն ներգրավում են նաեւ այնպիսի կազմակերպություններ, որոնք որևէ կապ եւ համագործակցություն չունեն պետական կառույցների հետ, ինչպես նաեւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, որոնք այդ կամ փորձը կամ ընդհանրապես ցանկությունը չեն ունեցել պետությունների հետ աշխատելու, իսկ այս գործընթացը իրենց հետաքրքրել է եւ մենք տեսնում ենք, որ բավականին մեծ ցանկություն կա մասնակցել այդ ընդարձակված ձևաչափում եւ դա ինչ որտեղ հույս է տալիս, որ մենք ընդարձակելով ձևաչափը 5-ից 20 եւ հետագայում միգուցե էլի գործընկերներ կներգրավեն, կամաց կհասնենք նրան, որ
միգուցե իրենց պատվիրակների միջոցով երկու հասարակությունները լինեն բավականին ինտենսիվ երկխոսության մեջ եւ առանց դրա մենք շատ լավ հասկանում ենք իրական հաշտություն, իրական խաղաղություն եւ հարաբերությունների նորմալացում չի լինում եւ խոսքը այստեղ ոչ միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին, այլ նաեւ բիզնեսի ներկայացուցիչների ներգրավման մասին, որտեղ այստեղ խոսվեց դրա մասին, իսկ ինչ կարող է հետաքրել ադրբեջանցի սպառողին, Հայաստանից ունենալ, ես կարծում եմ լավագույնս դա ոչ թե պետությունները կարող են որոշել, ինչ կարող են առաջարկել, այլ հենց մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կուսումնասիրեն փոխադարձաբար շուկաները, կհասկանան իսկ ինչ կարելի է մատակարարել եւ ես կարծում եմ, որ այդ ընդլայնումը նաեւ ոլորտային ներկայացուցիչների գործընթացի մեջ շատ դրական է լինելու, մենք շատ ենք խոսել նաեւ բնապահպանական հարցերից, կարևորում ենք ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, որտեղ այստեղ Հայաստանը եւ Ադրբեջանը բավականին լուրջ հեռանկարներ ունեն եւ իրենց եղած ջրային ռեսուրսները օգտագործել եւ միգուցե դա արտահանել հարևան երկրներ, որը դառնում է բավականին հետաքրքիր զարգացման համար ուղղություն։ Ես ընդհանրապես երկու ոլորտ նշեցի, բայց այդ ոլորտները շատ են եւ մենք բոլորի վերաբերյալ բավականին հետաքրքիր քննարկումներ ունեցանք։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, վերջին հարցը Համեցեք Արմեն։ Ադրբեջանская сторона говорит. Ադրբեջանական կողմը ասում է, որ վերջնական խաղաղության համար պետք է որ Հայաստանը փոխի սահմանադրությունը։ Վերջերս Հայաստանի իշխանությունները ասացին, որ նոր սահմանադրական հանրաքվեն մոտակայքում կգումարվի։ Ինչ կլինի, եթե Հայաստանի հասարակությունը հանկարծ ձեր կարծիքով ինչ կլինի, եթե Հայաստանի հասարակությունը դեմ քվեարկի նոր սահմանադրության եւ ինչպես է պատկերացնում Հայաստանի Ադրբեջանի միջև հարաբերությունները մոտակա 10-20 տարիների կտրվածքով։ Делать прогнозы дело неблагодарное. Կանխատեսումներ անել անշնորհակալ գործ է, բայց մենք սևեռ ենք մինչև խորհրդանական ընտրությունների ժամկետի վրա, ինչի որովհետև Ադրբեջանի համար կարևոր է այն, թե ինչպես են քաղաքական ուժերը Հայաստանում իրենց ծրագրերում ձևակերպելու սեփական տեսլական Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների երկրորդ տարը, թե քանի տոկոս ձայներ որ ծրագիրը կամ առաջնորդը կստանա հասարակության կողմից, սա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանի համար առայն, թե ինչպես է հայկական հասարակությունը տեսնում Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունները այսօրվա վիճակով խաղաղության օրակարգը հաստատված է, բայց այն, այսպես ասենք, անշրջելի չի կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կդադարեցնեն, կասեցնեն այդ process-ը, այլ կերպ են դրանք տեսնում։ Հիմա առավելագույնն է արվում, որպեսզի ցուցադրվի, որ ադրբեջանական կողմը հարում է խաղաղության օրակարգին եւ ցուցադրում է, որ երկու կողմերն էլ շահում են խաղաղությունից եւ երրորդ երկրների հետ իրենց հարաբերություններում եւ ինքնիշխանության ամրացման տեսանկյունից եւ տարածաշրջանային օրակարգում աշխարհում ավելանում է ռազմական օջախների քանակը, մինչդեռ Հայաստանի Ադրբեջանի միջև այժմ խաղաղության գործընթացը ձևավորվում, ինչ վերաբերում է նոր սահմանադրության հարցին Հայաստանի Հանրապետության։ Սա ներքին քաղաքական գործընթաց է, ներքին հարց է, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ տեղի կունենա խորհրդանական ընտրություններից հետո։ Ադրբեջանում հետևում են այդ զարգացումներին, ուսանող դա շատ կարևոր է, եթե այդ գործընթացը տարիներով ձգձգվի, ապա խաղաղության օրակարգը կձևափոխվի դեպի լավ, թե դեպի վատ, արդեն ուրիշ խնդիր է։ Հարկ կլինի նոր մեխանիզմների մասին սկսել մշակումները։ Եթե խախտում են խաղաղության օրակարգը սատարող ուժերը եւ հանրաքվեն չի ստացվում, լրացուցիչ մեխանիզմների կարիք կառաջանա, բայց այս իմաստով կրկին կարևոր է այն միջավայրը մթնոլորտը եւ հասարակության մեջ եւ հստակ ուղերձներն են կարևոր, որոնք կամ արտահայտության միջոցով են ձևակերպում։ Սա ամենակարևոր
մոտապագայի տարերը կլինեն խաղաղության օրակարգին։ элементами мирной повестки в ближайшем будущем. Շնորհակալ եմ հարցերի համար հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հարցերին պատասխանելու պատրաստակամության համար մեր ադրբեջանցի գործընկերներին, պարոն Ավասարդյան ձեզ։ Մենք բնականաբար կշարունակենք հաշվետու լինել այս գործընթացի հետ կապված, թե մամլոասուլիսների, թե հարցազրույցների տեսքով։ Լավ եղեք, կհանդիպենք։